Հարգելի ստատիտողներ, շարունակում ենք մեր եթերը եւ այսօր տաղավարում զրուցել ենք ազգային ժողովի արդեն նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար, պարոն Աղազարյան, որ կարգավիճակում արդեն նախկին պատգամավոր։ Լավ է, այսպես։ Չեք տխրում առանց խորհրդարանի, որ հետևում եք նախանց չեք։ Չէ, ոչ տխրում ենք, այլ բնականաբար, ասենք 8 տարի, 5 տարի առաջ եմ եղել 90 թվականին 8 տարի լինելով ասենք այդ աշխատանքի բովում եւ այլ բնականաբար որոշակի ասենք բան կա, այսպես կոչված զգացողություն կա, բայց ինչ որ ունի սկիզբ ունի նաեւ վերջ, հետեւաբար որ հետևում եք ինչ եք զգում, կուզենեք այնտեղ լինել, ինչ այսպես նախանձի եթե այնտեղ լինեի, որտեղ պետք է լինեի, որ թիմը պետք է լինեի, եթե մեր թիմով, հա իհարկե կուզենայի։ Որտեղ կուզենայիք լինել 3 ֆրակցիաներից։ Ոչ մեկում։ Ոչ մի խմբակցությունում այս պայմաններում, որովհետև 3 խմբակցություններն էլ մանդատագող խմբակցություններ են։ Այդ 3 խմբակցության անդամներն էլ հանդիսանում են մանդատագող խմբակցության падգամավորներ եւ հետեւաբար որոնք էլ մանդատագող падգամավորներ են։ Եվ ես չի դրել։ Եթե ձեզ ԿՊ-ից կանչեին հետ կգնայիք նորից։ Կգնայի, եթե պայմաններ ընդունեին։ Եթե Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարել, որ ինքը ամեն ինչ անելու է, որպեսզի այսպես կոչված ադրբեջանցի փախստականները այն ձևով ինչ ձևով ուզում Ալիևը չվերադառնան Հայաստան։ Եւ հրաժարական կտա։ Այդ դեպքում կգնայի։ Իրենք վստահեցնում են, որ նման հարց օրակարգում չկա։ Ասում են առհասարակ վերադարձի հարց չի քննարկվում։ Դե դա կլինի իմ ամենաերջանիկ օրը, երբ որ դա վերջնականապես հաստատվի եւ ես սխալված լինեմ։ Կլինի իմ կյանքի ամենաերջանիկ օրը։ Այսինքն այդ պայմանն եք առաջադրում եք։ Չէ, այդ դեպքում օրինակի համար, ասենք այդ դեպքում ես ասենք բան կանեի։ Դա հնարավոր չի, իհարկե, մենք քննարկում ենք հիպոթետիկ տարբերակ ենք քննարկում։ Եվ նաեւ մեկ ուրիշ բան էլ խնդրեի, որ ասենք մարդիկ ունենան խոսելու, արտահայտվելու նաև իրավունք, կարծիք, սեփական կարծիք ունենալու իրավունք։ Այդ էլ պետք է խնդրեի, որ այդ ամեն ինչը հենց չեղավ, ինչ որ մեկի կմահաճույքի պատճառով չեղավ։ Պրոցեսները զարգացան, եկան հասամի աստիճանի, տեսեք իմ հետ պարոն Ասլանյանի հետ այս իրավիճակը եղավ, պարոն Արենտ Սիմոնյանի հետ Ներել եք ձեր նախկին թիմակիցներին, որ այդպես հանրայնացրին ձեր անձնական կյանքը, այդպիսի դրության մեջ դրեցին ձեզ։ Դե հո բոլորը չէին, մի քանի հոգին էին։ Մեծամասնությունը իրաց շատ բարձր մակարդակում են պահել։ Մեծամասնությունը նույնիսկ ես ինֆորմացիա ունեմ, որ խմբակցության նիստի ժամանակ երբ քննարկում էր իմ դատախազի միջնորդությունը ինձ անդրադառնում խելությունից զրկելու, շատ падգամավորներ դեմ են արտահայտվել։ Ազգային ժողովում էլ գրեթե նմանատիպ ելույթներ եղան։ Ովքեր են կանոններ ասեք։ Չէ։ Ինչու՞։ Հարմար չեմ գտնում։ Հետևաբար ասենք մի քանի հոգու պահվածքի հետևանքով ես ոչ չեմ կարա։ Մի քանի հոգի են, երևի 2-3 հոգի են եղել տղամարդկանցից եւ մի 3 հոգի կանանցից, որ կասացել են իմ հեռախոսի անձնական նամակագրությունները։ Ասենք ես այդ 3-4-6 հոգու պատճառով մեկն էլ պարոն Ասլանյանն է եղել, որովհետեւ ինքը ուզեցել է իմանալ ինչ է իր վիճակը եւ ընդունեց այն կեսվածքը, որ հայտնի էր եւ այդ կեսվածքի շնորհիվ էր, որ իր վրա հարվածը թուլացավ, մեղմացավ նաև։ Հետևաբար ես ո՞ւս կարամ ասենք բոլորի նույն ձևով նայել, ոչ։ Հիմա որ օրինակ նայում եք խոսույթին, հա, նոր պատգամավորներ կան, ղեկավարության կազմը փոխվել է, ինչ տպավորություններ կան, ինչ այսպես ինչ տեսլական ունի նոր խորհրդարան, անդիմություն ինչ առանձնահերթություններ ունի։ Այրենք օրինակ մանդատներ ասում են վերցրել ենք, որ իշխանափոխություն անենք կամ անվստահության գործընթացի ու փողոցային փայքարի միջոցով կհաջողեն։ Գիտեք ինչ բան է, ես չեմ ակնկալում իրենցից իշխանափոխություն։ Ես ակնկալում իրենցից ընդամենը որպեսզի ծրագիր, ասենք մաքսիմում փախստականների, ադրբեջանցի փախստականների վերադարձի, այսպես կոչված ցույց տալը, սահմանադրության նույն սահմանադրության այսպես այն տարբերակով, ինչ տարբերակով, որ մենք պատկերացնում ենք, դրա ընդունելը ցույց տալը, ծրագիր մաքսիմումը։ Եվ անկլավների հարցը։ Իսկ ծրագիր մինիմումը, սահմանադրությունը եւ
այսպես կոչված փախստականների վերադարձի հարցը։ Եթե այդ բանը կատարեն իրենք, եթե կարողանան այդ խնդիրը լուծել, ես իրենք ավելի էսպես բան դե բան չեմ ասում, չեն կարող։ Ասում եկել ենք որ հեռացնենք։ Կարծում եմ որ չեն կարող, հեռացնել Չեն կարող, որտեվ իրենք էսպես ուժերը չեն բավարարում, թե Նիկոլ Փաշինյանն է ուժեղ ավելի դիրքերն են ուժեղ։ Եվ իրենց ուժերը չեն բավարարում, եւ Նիկոլ Փաշինյանը դիրքերը բավական ուժեղ են, ասենք։ Այնպես չի առաջվա նման չի բարձր Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված դիրքերի ուժգնության աստիճանը, բայց ուժեղ են փաստորեն, որովհետեւ տեսեք ինքը ես էլ չէ ժամանակ 8 ամիս առաջ եմ ասում, տեսագրությունը կանեմ գտնեմ, ասեմ որ սատկացնելու է ու բանանի։ Նույնիսկ համանդրական մեծամասնություն ունենա։ Հիմա սատկացնում է, որպեսզի համանդրական մեծամասնություն ապահովի։ Այդ խնդիրն է լուծում։ Ընդդիմությունը կարողացավ դիմակայել դրան եւ այդ ցույց տվեց, ես նորից կընդունեմ, որ հաճելիորեն, որ ես սխալվեցի։ Եվ ես լավ կզգամ, որ ես սխալվեցի, որովհետեւ այն բաց մարտահրավերները, որոնք ծառացած են մեր պետության առաջ այսօր, չեն գնա, իրենց կառավարումը չի գնա այն հունով, որը լուրջ վնասներ կհասցնի մեր պետականության նույնիսկ գոյությանը։ Նայեք, օրինակ ընդդիմությունը շատ հաճախ այսպես վստահություն է հայտնում, ասում են, որ մենք կարող ենք, հա, բանակցությունների միջոցով այնպես անել, որ երբ որ անհրաժեշտություն կա, ԿՊԱ-ներից մի քանիսը մեզ միանան։ Այ դուք թիմում եք եղել ավելի եք այսպես ներքին խոհանոց դրա կլինեն ԿՊԱ-ներ, ովքեր կանցնեն այս կողմը։ Որոշ իրավիճակներում այո կլինեն։ Որ իրավիճակներում ինչ պետք է լինի, որ ԿՊԱ-ները օրինակի համար, եթե որոշ ԿՊԱ-ներ իմանան, որ 10 օր հետո փաստաթուղթ ստորագրվելու, ըստ որի համաձայնագիր լինելու, որտեղ նշված է թե ինչպես են այսպես կոչված ադրբեջանցի փախստականները վերադառնալու Հայաստան, այդ ժամանակ որոշ ԿՊԱ-ներ կարող է այո անցնեն այդ կողմ, որպես այսինքն այդ վտանգները տեսնելով ըստ ահա պատերազմից հետո եթե չանցան այդ դեպքում կանցնեն։ Չէ, չհամատենք իրար, պատերազմը պատերազմ է, խնդիր չկար, թե այն որ ԿՊ-ն այդ ժամանակ կուր, այդ թվում նաև ես եւ պարոն Ասլանյանը կանգնած էինք, ասենք, թիմի մեջ, դա ճիշտ դիրքորոշում էր, բայց այստեղ ուրիշ հարց է։ Հենց այդ պատերազմից հետո երբ որ այդ արդյոք կամաց այդ հարցը բարձրացավ, փախստականների վերադարձ եւ որ բարձրացնում են շատ գործակեր, ասել լավ էլի, պարոն Աղազարյան, դա բաց չի ներու, բան, չէ, բայց երբ որ հիմա իրենք հասկանում որ այդ բանը ներու, հիմա էլ կան որոշ падգամավորներ, նոր ընտիր падգամավորներ, ասում են, հա, պարոն Կարապետյան, ուր են փախստականները, հա, պարոն Կարապետյան, ուր են փախստականները, չվիրավորելով որևէ մեկին, ասեմ հետեւյալ միտքը, հիմար պետք է լինես, որ մտածես թե փախստականները պետք է գային ամսի 8-ին, հունիսի 8-ին, դա չի լինում, ոչ մեկը դա չի ասել, դա 20 տարվա գործընթաց է լինելու, խաղաղություն է լինելու, պատերազմ չի լինելու, Հայաստան էլ չի լինելու, այդ ձևի է լինելու։ Շատ վատատեսական այսպես։ Ասենք պիտի կույր ես այդ ամենը չնկատելու համար, եթե դու նայում ես այսօրվա կտրվածքով պատմություն իրերի դրվածքը, ապա կարաս շատ բան անհերատես հետևություններ անես, բայց այս օրը քննարկվել է 100 տարի առաջ, 110 տարի առաջ Թուրքիայում, որ այսօր է գալու է, որպեսզի Հայաստանը վերջնականապես վերացնեն։ Արցախը վերացրեցին, բանը խնդիրներ ունեն մեծ Միջանցքը եւ այլ, դա այսօր է, դա քննարկվել է 100 տարի առաջ, Աթաթուրք, չգիտեմ ով։ Պարոն Աղազարյան, կարծես այս պահի դրությամբ ընդդիմության իշխանությունը հաջողվում է, հա, այսպես որպես այդպեսին արտառոց ինչ որ միջադեպեր, ինչ որ ծես կրտուկ ինչպես եւ սպասվում էր, չի եղել, այսպես կարողանում են հարցեր իրար մեջ լուծել, քննարկել, ինչ որ հարցերում համաձայնության գալ։ Նախ որոշակիության համար համերաշխ մթնոլորտում շարունակել։ Որոշակիության համար ես ասեմ, որ իմ գնահատական հետեւյալն է, այս խորհրդարանը բաղկացած է 3 խմբակցություններից, որոնք միասին իրականացրել են մանդատագողություն, գողացել են Բարգավաճ Հայաստանի 5 մանդատները եւ ավարը բաժանել են իրենց մեջ 3-1-1 սկզբունքով, իհարկե նաեւ ավելացնեմ, որ Հայաստան խմբակցությունը ակամա է միացել այդ մանդատագողությանը, բայց հիմա դա դնենք մի կողմ, այսինքն ես ճիշտ վերաբերում չեմ ճանաչում խորհրդարանի լեգիտիմությունը, բայց այդ դրասած գնահատականը որ կա, որ ասենք նորմալայություն բանավանը հարցերի քննարկումը եւ այլն, դա միայն ողջունելի է, ես դե ոչ մի վատ բան չեմ տեսնում։
Դե ունեք շատ մարդիկ ընդդիմությանը եւ խորհուրդ կտամ օրինակ Էդգար Ղազարյանը խորհուրդ կտամ եւ որ երբեք ամբողջ չասի Հայաստան դաշինքի հարգելի падգամավորներ, գործընկերներ, Հայաստան եւ ուժեղ Հայաստան խմբակցության հարգելի գործընկերներ։ Դա ինչպես ասի։ Հարգելի գործընկերներ թող ասի բրծի ինչ առանձնացնի։ Այ յամ դա ինչ է նշանակում։ Յամ դու գտնում ես իրանք գտնում են որ նրանք են ոչ լեգիտիմ, նրանք գտնում են որ իրանք են ոչ լեգիտիմ, դեգնացեք տներով։ Իսկ եթե աշխատում եք, պահեք այդ մինիմալ բանը, եւ ես ողջունում եմ բոլոր այն падգամավորների կեսվածքը եւ հատկապես Արամ Վարդեվանյանի կեսվածքը, Նարեկ Կարապետյանի կեսվածքը, ընդդիմադիր դաշտից, ու Հայաստան խմբակցությունը մեր որևէ խնդիր, այսպես կոչված համագրել Շատ քննադատվեց պաշտոնները վերցնել օրինակ ազգային ժողովի փոխնախագահ հանձնաժողովի նախագահ, օրինակ ասում են, որ հանդրություններում ցեզ մանդատ ժողովուրդն է տալի, բայց պաշտոնները տալիս է ԿՊ-ն, նրանք պետք է քվեարկեն, այսինքն ԿՊ-ից պաշտոն եք վերցնում։ Չէ, դա օրենքի բան է, դա համանadrության բայց եթե ստացվում է, որ իսկապես իշխող մեծամասնությունն է այսպես տալիս այդ պաշտոն, եթե նրանք չլինեն։ Այս հարցը եւ նմանատիպ հարցերը կարգավորման կարիք ունեն հետագայում, որովհետեւ հա, օրինակ իշխանությունը կասի, չէ, Աղազարյանովիկին մենք չենք քվեարկելու։ Բերեք Արամ Վարդեվանյանին, որ քվեարկենք։ Դա կա, այդ հնարավորություն ունի, որը ճիշտ չի։ Հետագայում պետք է մտածել այդ մասին նույն համանadrության Ստամնադական լուսամնադության ընդունման մեջ է կարելի փոփոխություն մտցնել, որ դա ավտոմատ է։ Դա չքվեարկվի։ Ընդդիմությունը ում որոշում է, այդ տեղի իրանն է, ուրեմն պետք է լինի։ Դա ես համաձայն եմ, բայց բոլոր դեպքերում եթե մանդատները վերցրել են եւ մտել են ազգային ժողով, ապա ես կարծում եմ պաշտոնը պետք է բայց ինչ է դա տալու, ինչ առավելությունից լծակ է։ Կարգավիճակ է։ Եթե բոլոր օրինակ հանձնաժողովներում մեծամասնությունը ԿՊ-ն է, հա։ Կարգավիճակ է, ուրիշ բան է Շարքային падգամավորն է Եվրոպաներում ելույթներում։ Ուրիշ բան է ազգային ժողովի փոխնախագահը կամ այս կամ այն հանձնաժողովի նախագահը։ Անդադ շեշտում են ԿՊ-ականներ, ասում են օրինակ նույն Արամ Վարդեվանյանին, ասում են դուք փաստացի Ռուբինյանի տեղակալն եք եւ նրա այսպես հրահանգները, հա, պետք է ինչ որ ձեզ ցուցում տա դա։ Այստեղ բանը, ես այդ էպիզոդը տեսա, Ռուբինյանը երբ որ դիմեց Վարդեվանյանին, երևի հարցի քննարկման ժամանակ էր եւ ասաց, որ շատ ամեն հավանականությամբ դուք իմ տեղակալն եք լինելու, չկա այդպեսի հասկացողություն, չկա տեղակալ, իրանք ենթակա չեն Ռուբինյանին։ Այդ աշխատակցների բաշխման համակարգ գոյություն ունի, իրանք փող խոսնակներ են, կարգավիճակ ունեն եւ տեղակալը չեն։ Ես զարմացա, որ Վարդեվանյանը համապատասխան դիտողություն չարեց լինելով իրավաբան, բայց այդուհանդերձ ես համաձայն չեմ ձեր գնահատականի հետ։ Ազգային ժողովի այսպես կոչված նախագահի տեղականները նա փոխոսնակներ են եւ կարգավիճակ ունեն։ Գնահատականների մեջ էր։ Հաջա։ Իշխանականների գնահատականների մեջ էր։ Հա դուք հա ճիշտ եք, կներեք, դուք մեզ բերեցիք ուղղակի, ես համաձայն չեմ դրա հետ, որ Արամ Վարդեվանյանը հանդիսանում է Ռուբինյանի տեղակալը, չկա այդպեսի բան։ Ինքը չի կարա հանձնարարություն տա Արամ Վարդեվանյանին։ Ինքը իր լիազորությունների սահմաններում կարող է պատահել աշխատանքի բաժանման է։ Հանձնարարություն չի կարա տա։ Հանձնարարել Արամ Վարդեվանյանին, որ չի կարա այդպեսի բան անել։ Այ պատգամավորները չի կարա ինքը հանձնարարություն տա։ Ասկի, բան չի, բրիգադ չի հո փոդրաչիների։ Դա բան է, ազգային ժողովը ամեն մեկի իր կարգավիճակով ամեն մեկի իր տեղում ունի։ Հաջորդը հիմա պետք է ընտրեն հանձնաժողովների նախագահներ ու շատ է այսպես քննադատվեց, որ ասում են, սա արդեն իշխանական թևին, Եվրոինտեգրման հանձնաժողովի հետ կապված ասում են, այ դուք ինչպես կարող եք այդ հասարակական կազմակերպությունները եվրոպական թև այսպես ասած իշխանականային քննադատում են, ասում են դուք ինչպես կարող եք այդ կարևոր հանձնաժողովը վստահել ընդդիմադիրներին, ովքեր ավելի ռուսամետ դիրքերից են հանդես գալիս։ Եվրոինտեգրման։ Այո, Եվրոինտեգրման հանձնաժողով։ Այստեղ գալիս է հարցը արդեն, որ հանձնաժողովը որոշումներ է կայացնում, ասենք, քվեարկությամբ եւ քաղաքացիական պայմանագրի մեծամասնությունը ցանկացած հանձնաժողով, հետեւաբար որևէ արտարոց բան տեղի չի ունենա։ Հիմա եթե հանձնաժողովի նախագահը այս կամ այն միջոցառման ժամանակ կա արտահայտի իր անձնական կարծիքը, պարտավոր է նշի, որ դա իր կարծիքն է եւ ոչ թե հանձնաժողովի տեսակետն է, ոչ մի սարսափելի բան տեղի չի ունենա։ Պատգամավորը ունի սեփական կարծիքը, ինչ կա դա։ Ըստ էս դատախազը այս նոր խորհրդարան շուտ կգա, հաջող կգա, ինչպես ձեր հետևից եկավ, Արտուր Սարգսյանի հետևից եկավ։ Իմ հետևից շուտ չեկավ, իմ հետևից Ահագին ուշ եկավ։ Եվ ուզում էին դիզրկեի մանդատներից, որ ես պարգևավճարներ չստանայի, բայց ես հերոսաբար դիմացա եւ բոլոր պարգևավճարները ստացա։
Հաճախ կտեսնենք Աննա Վարդապետյանի խորհրդարանում։ Հաճախ այնքան միջև որ ուժեղ Հայաստան խմբակցությունը քայքայվի։ Այ այսպես ցուցակ կա, ովքեր հիմնականում կհայտնվեն։ Իհարկե կա։ Ու մոտ որ պետք է ցուցակը կա։ Եվ հերթով ըստ բաների այսպես կոչված ցուցակի անդամների։ Շատ է խոսվում առաջինը Էդգար Ղազարյան, ասում են նրան մանդատից զրկելու են։ Ու այդպես։ Դե ես չեմ կարող, ես չեմ տիրապետում կոնկրետ ասենք ինձ դատողությունների մակարդակի վրա է եւ ցուցակը կա եւ առաջի համարին են տանելու, հետո երկրորդ համարին ցուցակի երրորդ համարը միջև խմբակցությունը քանդվի եւ 6 падգամավոր հայտարարեն, որ իրենք դուրս են գալիս 6 падգամավոր, որ իրենք դուրս են գալիս ուժեղ Հայաստան խմբակցությունից եւ այսուհետեւ հանդես են գալու որպես անկախ падգամավորներ իշահ պետականության եւ հայրենիքի հզորացման, որ անհրաժեշտ բայի բանան են քվեարկեն, ասենք քաղաքացիական պայմանագրի այս կամանի որոշման նախաձեռնության որ օգտին դա լինելու առաջիկա 6 ամիսներ միշտ տարվա վերջ։ Պարոն Ղազարյանս ձեզ ավելի անաչառ, հա, այսպես ազգային ժողովի նախագահ Ռուբինյանը կլինի, թե Ալեն Սիմոնյանն էր ավելի այսպես, ում կհաջողվի։ Չէ, ես կարծում եմ որ Ալեն Սիմոնյանը։ Ռուբեն Ռուբինյանը ասում է ես ձեր բոլորի ազգային ժողովի կապ չունի որ դուք ինձ չեք քվեարկել, այն չեք տվել, բայց ես ձեր ազգային ժողովի նախագահն եմ։ Իսկ եթե ինքը չասեր էդի դա հասկանալի չէր։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մենակ իր 700,000-ի բանը վարչապետն է։ Ոչ։ Էդի բնական է, իխի ասում էդի։ Ալեն Սիմոնյանը երբեք չի ասել էդի, բայց ընդհանրապես փորձել այդ դիրքերից հանդես գալ։ Ալեն Սիմոնյանի մոտ ավելի լավ հաջողվել, քան հաջողվի Ռուբեն Ռուբինյանի մոտ, որտեղ Ռուբեն Ռուբինյանը խոշորագույն ինտրիգան է։ Ավելի ինտրիգների սիրահար ես ձեզ։ Չէ, ոչ թե համեմատ Ալեն Սիմոնյանը ինտրիգան չէր։ Ալեն Սիմոնյանը շատ բաց էր ու պարզ էր, բայց Ռուբեն Ռուբինյանը ինտրիգան է։ Եվ այդ խոսքերը հատուկ է ինտրիգան։ Ես ձեր բոլորի, այսպես կոչված, նախագահն եմ ասել։ Ուսուցիչ չասել պարզ է, չէ։ Այ պարոն Ղազարյան, շատ են ընդդիմադիրները քննադատվում նաև նրա համար, որ այն բանից հետո երբ որ հայտարարեցին, որ հա, երբ որ պահակա մենք չենք խուսափելու, գնալու ենք գործուղումների, պարգևավճարներն էլ ենք վերցնելու, այլ հարց է, որ դրա բարեգործության ենք ընդունելու։ Դա այդ որոշումը ձեզ ճիշտ էր, թե չէ։ Գործուղումների գնալու, իհարկե ճիշտ է։ Մենք այս դժվարությունները անցնելով եւ մեր պետության առանցած մարտահրավերները կառավարելով պետք է գանք այն վիճակի, որ հասկանանք ինչ հաշվի պետություն։ Ախր ընդդիմադիր ուժերը նույնպես իշխանության մաս են։ Ընդդիմադիր ուժերը նույնպես իշխանության մաս են։ Վերջերս ես ասացի Խոստոր Վարդանյանի հարցազրույցը Սաթիկ Սելյանյանի մոտ մի ժամ ու կեսանոց հարցազրույց շատ ուժեղ հարցազրույց էր եւ խորհուրդ կտամ ընդդիմադիր եւ նաեւ իշխանական падգամավորներին այդ հարցազրույցը նայեն։ Որ ինչ հետևություններ անեն։ Որ հետևությունները թե ինչ նշանակում իսկական պետություն։ Այսինքն որ հասկանան որ ընդդիմությունը նույնպես իշխանության մաս է կազմում եւ ընդդիմությունը պետք է ունենա կոնկրետ լծակներ։ Ինչի է այդքան մարդ քաղաքացի ձայնտվել ընդդիմությանը, որովհետեւ որոշակի անհամաձայնություններ ունի այն ուժի հետ, որ համար բանը պատասխան է կառավարող ուժ դառա, չէ՞, քաղաքացիական պայմանագիրը։ Բայց այդ հարցերը, այդ տարաձայնությունները վերահսկելու, կառավարելու, հղկելու համար ով է։ Այդ պատգամավորներն են, որոնք ընտրվել են։ Հետևաբար պետք է լծակներ։ Մի գործուղումը, ասեք ընդդիմադիրներ, նախորդ խորհրդարանում էլ գնում էին տարբեր երկրներ, բայց ինչ հարցաձողվեց լուծելս ցես, որ հիմա, հա, կարողանան բարձրացնել։ Ասեք օրինակ ընդդիմադիր պատգամավորը երբ որ գործուղում է այդում, որևէ երկիր, ասենք եւ այդ երկրի հարաբերությունները ինչ որ իմաստով ինտեգրված են արտաքին քաղաքականության ինչ-որ սպեկտրում, որին ընդդիմադիր ուժերը կարող է դեմեն, կարող է կողմեն, այդ կողմեն համապատասխան դիրքորոշում են ընդունում, դեմեն իրենց կարծիքն են հայտնում, բա ո՞ս կլինի որ չեցան։ Չէ, ես դες բաներից Պարոն Ղազարյան, որպես այսպես ավելի հին պատգամավոր, այ նոր ովքեր նոր են խորհրդան, մեր պատգամավորներին եթե հանդիպեիք, առաջինը ինչ կասեք, ինչ խորհուրդ կտայիք։ Ովքեր նոր են վերցել մանդատը եւ առաջին անգամ են խորհրդարանում։ Ուժեղ Հայաստանի գրեթե ողջ կազմը փաստորեն նոր է, եթե Հայաստան խմբակցությունից
պատգամավորներ են, այո, ուժեղ Հայաստանը գրեթե ամբողջ կազմով, բացի Օրինակ ես վերջերս բանը իջեր Մանուկյան ուժեղ Հայաստան դաշինքի Մեսրոպ Մանուկյանը իր հարցը բանը իր ելույթում մի փոքր բան ցույց տվեց, ասենք որ շարժեր այսպես բաներ ասել, մանդատները դնենք, իջնենք, բանը պետք է ասել էլի։ Ես չեմ բացառում, Կարապատայի նույնիսկ կներեք հարտադրության համար այս վիճակը որ հայհոյանքներ էլ հնչեն։ Դա պահի ազդեցության տակ մարդ են բոլորն էլ, կարող է այդպես բաներ թույլ տան, բայց ընդհանուր տենդենսը պետք է այնպես լինի, որ հարգեն այդ ինստիտուտը, որտեղ որ իրենք գտնվում են, բոլորը պետք է հարգեն։ Հետևաբար նոր պատգամավորներին բոլոր եւ քաղաքացիական պայմանագրի եւ ուժեղ Հայաստանի խորհուրդ կտամ, որպեսզի մի քիչ ավելի չշտապեն իրենց կարգավիճակի հետ կապված ինչ-որ բաներ դասավորեն։ Հանգիստ թող ինտեգրվեն այդ գործընթացներին եւ ժամը 1 տարի հետո արդեն իրենք կզգան թե ինչքանով են իրենք պատրաստ նմանատիպ աշխատանքի եւ համապատասխան դիրքորոշում ունենան։ Չշտապեն ուղղակի։ Շատ է տեսակետը հնչում, որ նոր ձևավորված խորհրդարան երկար կյանք չունի 5 տարի ժամկետով, ինչ է կարծում արտահերթ ընտրություններ 1-2 տարի հետո կլինեն, թե այսպես 5 տարի ժամկետով։ Դե հավանականությունը կլինեն արտահերթ ընտրություններ շատ բարձր է։ Շատ բարձր է։ Օրինակ համար նույն Բայց Նիկոլ Փաշինյանը ասում էր մենք որևէ մտադրություն չունենք, այսինքն ամեն կերպ կպահենք այս գործող խորհրդարանը այս կազմով։ Դե բան չեմ ասում, բայց հիմա եթե գա այն վիճակը հասնի, որ ասենք օրինակ սահմանադրությունը չի ընդունվում, ասենք ուժեղ Հայաստանը եթե իշխող մեծամասնությունը ուզի չի ընդունվի, եթե այսպես ասած մտքներին դնեն։ Եթե դե մտքներին դրել եւ հիմա դες են անում էլի, դատախազը գալու է տանի միջև խելոքանան, բայց ինչ եմ ասում։ Բայց կարող է պատահի ես սխալված լինեմ եւ չխելոքանան բարիս դրական իմաստով չխելոքանան եւ այդ բանը տեղի չունենա։ Եվ հետեւաբար ինչ ճգնաժամ առաջանում եւ գլուխ հաստատությունը որ համանդրական մեծամասնություն ունենաս, որպեսզի բանը ընդունես այդ համանդրությունը, որը շատ սարսափելի է այն պրեամբուլայով, որը մենք գիտենք որ տարապես ինչի մասն է խոսքը։ Դե այսօր արդեն հայտարարեցին։ Օրինակ այդ դեպքում հնարավոր է։ Ասացին որ անկախության հռչակագիրը չի լինելու նոր։ Դե անկախության հռչակագիրը չի լինելու, այդ համանդրությունը կլինի մեր պետականության վերահսկման սկզբի։ Բայց ի վերջո ժողովուրդը չէ պետք է իր համաձայնությունը տա հանրաքվեի միջոցով, եթե իսկապես այսպես արդար։ Ժողովուրդը ասենք բանը, ժողովուրդը վերջին հաշվով եթե Նիկոլ Փաշինյանը էկրանից խոսա մամաների հետ եւ ասի պատերազմ առնելու վակցինի, իրանք քվեակեն։ Ասա դրա վրա թողան ապրեն ինչ այլ ադրբեջանցիները թողան ապրեն ինչ պիտի տեղի ունենա։ Ինչ պարտադիր հռչակագիր է գրենք եւ այլ։ Դու ինչ խնդիր ես լուծում։ Դու ուզում ես այնպիսի համանadrություն ընդունես այդ մասով, որտեղ ակնհայտ լինի յուրաքանչյուրի համար եւ ադրբեջանցու եւ հայաստանցու եւ մոզամբիկցու, որ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չունի, հա, դա լուծումը կա։ Գրի էդի։ Խես համանadrությունը կապնում։ Եթե խոսքը գնում է Արցախի հետ կապված, Արցախի այսպես կոչված վերամիավորման, Արցախը 91 թվականին անկախության հանրաքվե արել եւ անկախացել է Հայաստանից։ Արդեն այդ դրույթը չի աշխատում, բայց որ դու չես կարա վերցնես այդ փաստաթուղթը, անկախության հռչակագիրը եւ այդ մի կետի պատճառով ամբողջը բանանես, չեղել անես։ Այդ դեռ ոնց որ ասում են տնտականն է, ո՞նց կարանք բանանենք։ Այդ հետեւաբար, երբ որ այդ համանadrությունը ընդունվի, այն ինչ որ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը, ապա հարց առաջանալու նոր հռչակագրի։ Այդ նոր հռչակագիրն էլ լինելու է 4-րդ հանրապետության, այսպես կոչված, ստեղծման հռչակագիրը։ 4-րդ հանրապետության ստեղծմանը ձևավորմանը անմիջական մասնակցություն ունենալու ով դու գիտես ով։ Շնորհակալ եմ զրույցի համար, պարոն Աղազարյան։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ Շնորհակալ եմ հետևելու համար, կհանդիպենք